Առաջին ժամադրությունը պետք չէ շատ ռոմանտիզացնել, համենայն դեպս ըստ իս, որովհետև դա կարող է լինել իր տեսակի մեջ յուրահատուկ, այսպես ասած, թեստ, որովհետև մարդը չունի երկրորդ հնարավորություն ձեր վրա առաջին տպավորությունը գործելու։ Բայց մենք ստեղ նրա համար ենք զառաջան, որպեսզի օգնենք մեր մասնակիցներին, որպեսզի իրանք թողնեն լավ տպավորություն իրենց դիմացինի վրա եւ բացի դրանից հասկանան իրենց red flag-երը։ Բարի գալուստ 3 ավելորդները շոու։ Ամեն էպիզոդի ընթացքում մեզ միանալու է երրորդ ավելորդը, ով օգնելու է բացահայտել մեր հերոսներին։ Մագա։ Բարև ձեզ աղջիկներ։ Բարև Մագա ջան, ինչպե՞ս ես։ Անտիր։ Մագա, օրինակ դու հիմա ամուսնական հարաբերությունների մեջ ես, բայց մի քիչ անցնենք գնանք հետ, երբ որ դեռ նոր դեյթերի էիր գնում եւ այլն, արդյոք քեզ հեշտ էր տղաների մեջ գտնել red flag-եր ու միանգամից էիր դու գտնում այդ red flag-երը, թե ոչ։ Իրականում ես հասցրել էի ամեն ինչ իմ կյանքում ունենց դասավորել, որ առաջին իսկ red flag-ից հետո չէի թողնում երկրորդ հանդիպում, երրորդ ու միանգամից էի փակում։ Բայց ինչ որ life hack կա, օրինակ իմ օրինակը բերեմ, եթե ես տղամարդուն հավանում եմ, ես կարող եմ եւ red flag-երը չտեսնել ու սա կարելի ասել իմ մոտ red flag է ինքս իմ համար։ Ինչ որ life hack կա, որ օրինակ հենց առաջին red flag-ը այդքան հեշտ նկատել, ոնց է լինում, թե էներգետիկայի մակարդակով է գուցե։ Ինձ թվում է դա life hack չի, ավելի շատ ինքդ քեզ ավելի շատ սիրելը, քան ինչ որ կերպ քո պրինցիպների կամ քո վրայով անցնելը։ Իսկ կա տենց ակնհայտ red flag, որի ժամանակ դա միանգամից քրթով ասում ես, չէ՞։ Շատ են ու հիմա որևէ մեկը չեմ ուզի առանձնացնել։ Իմ ունեցած հարաբերություններում շատ են եղել։ Շատ վատ կա, այն որ ես հանգիստ կարող էի լինեի հյուրերից մեկը։ Շատերը ուրախ կլինեն, որպեսզի նրանց համար պայքարեն տեսախցիկի առաջ։ Իսկ տեսնենք մեր մասնակիցը ուրախ կլինի։ Մեր հերոսուհին արդեն տաղավարում է, Անուշ, բարև ձեզ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Ողջույն Անուշ ջան։ Շատ գեղեցիկ եք։ Շնորհակալ եմ։ Քանի տարեկան եք Անուշ ջան։ Ես 27 տարեկան եմ։ 27 տարեկան, իսկ ինչով եք զբաղվում, ինչ եք աշխատում։ Այս պահին իմ հիմնական գործունեությունը մոդելինգն է, ես մոդել եմ, բայց ունեմ շատ ավելի կողքից զբաղմունքներ, որոնք որ տենց էական կողքին, այո, էական։ Բայց էական են, առհասարակ բոլոր զբաղմունքները, ես ինքս ինձ հակասեցի։ Ինձ հետաքրքիր է, ինչով է կարևոր ըստ տարիքը։ Իրականում ինքը այդպիսի նշանակություն չունենար, եթե ես չճանաչեի շատ մարդկանց, ովքեր որ ինձնից փոքր են։ Շատ ա եղել, որ փոքր են ու մտածում ես, որ կարող է այդ մարդը հասուն է, հնարավոր է ինչ-որ մի բան ստացվի, բայց մեկ շփման արդյունքում հասկանում ես, որ այդ մարդը փորձ չունի։ Բայց մի բան ասեմ, ես չեմ կարծում, որ դա տարիքից է գալի, կա 40 տարեկան երեխա եւ կա 20 տարեկան շատ հասուն թամար։ Ну, սկզբից թվում է, որ ավելի հասուն է, կարողանում ես ինչ-որ կապ հաստատել, կոնտակտ լինում է, այսպես ասած։ Իսկ կներեք էլի, իսկ քանի ձեզանից փոքր տղայի հետ հարաբերությունների դեպքում եք եկել ոչ թե հարաբերություն չի եղել է ուղղակի շփում, ծանոթություն։ Կա թեկուս, քանի անգամ եք դուք մտածել, որ օրինակ ինձանից թվով չեմ թվով չի, ուզեմ հասկանամ, եթե նու օրինակ եմ, հա, ասում, երկրորդ, երրորդ, չորրորդից հետո դուք միևնույնն է մնացիք այն կարծիքին, որ կարող է եւ հանդիպեք ձեզանից ավելի փոքր տղայի, ով այս անգամ ձեզ կզարմացնի։ Եղել է մոտ 2-ից 3 անգամ ում հետ ծանոթացել եմ, շփվել եմ ու ես հասկանում եմ, որ ընդհանրապես տարիքը նշանակություն ունի, որովհետև փորձի հասունության շատ մեծ խնդիր է լինում, երբ որ դու շփվում ես թեկուզ իմ տարիքի կամ մի քիչ ավելի բարձր մարդկանց հետ ու շատ զգացվում է այդ ու ինձ ձեր հարցի պատասխանը ասեմ, որ ես Չէի ուզենա, որ ինձնից տարիքով փոքր լինի։ Հիմա հասկանանք քանի հարաբերություններ եք ունեցել նախկինում։ Ես ունեցել եմ 1 հարաբերություն։ Ինչ դաս եք քաղել այդ հարաբերություններում, ինչու ավարտվեց, եթե իհարկե գաղտնիք չէ։ Ես չեմ կարող ինչ-որ վատ բան ասել, ինքը շատ լավ մարդ էր, ես երևի այն եզակի դեպքերից էր, որ իմ նախկինը իմ շատ լավ մարդ է։ Մենք ուղղակի բաժանվել ենք այն պատճառով, որ տարբեր տեսակի մարդիկ ենք։
Ինչից եւ որ պահին հասկացաք, որ տարբեր տեսակ եք։ Ուղղակի երբ որ տարիների ընթացքում հասկանում ես, որ ինչ որ մի հարցի շուրջ կոմպրոմիսի չեք գալիս, պահա գալիս, որ հասկանում եք, որ այդ խնդիրը չի լուծվում։ Իսկ որ նախնդիր է եղել այդ, որ կոմպրոմիսի անհնար էր գալ։ Մենք 3 տարի ենք շփվել, պատճառները շատ են եղել, ինչ որ մանկամիտ բաներ ան նույնիսկ եղել, ես էլ եմ այդ ժամանակ փոքր եղել, ինքն էլ ուղղակի դա ավարտվել է։ Հասկացա։ Հասկանալի է։ Բայց այստեղ ձեր նախորդ խոսքում ասցիք մանկական բաներ, խանդ եւ այլն, ըստ ձեզ խանդը մանկականա, ոնց եք վերաբերվում խանդին, որտեղ ոնց էր ցավալի թեմա է, մի քիչ խանդի թեման։ Ոչ թե ինձ համար ցավոտ թեմա է, այլ էլի կարծում եմ այն պահն է, որ երբ որ մարդ հասուն է, ինքը քեզ վստահում է, օրինակ շատ են լինում, որ պատմում են ինչ որ դեպքեր, ինչ որ բանի համար խանդում են, որ sense նայում եմ։ Ինչ եք խոսում, ինչի համար խիտ, ինչ համար դրանք շատ ցավոտ են։ Ոյ, ես տնից դուրս եմ եկել, պետք է իրան անպայման ասեմ, չեմ ասել, վայ, դա ինչ որ կռվի պատճառը։ Լավ, դա չեմ ուզում խորանալ, որովհետև մի քիչ տարբեր են։ Ես մի հատ իմ կառոնի հարցը տամ եւ ինձ թվում է եզրափակենք, ասա հայտնիներից քո քրաշերին։ 3 հայտնի ում քո քրաշն են եղել, թե հայկական շոու բիզնեսում, թե արտասահմանյան։ Հայ դերասաններից եթե վերցնենք, ինձ շատ դուր ա եկել Սոշ Ջանիբեկյանի խարիզման, որովհետև իր այդ խարիզման, ես կարծում եմ, որ դա տաղանդ է, որ մարդ կարողանա կամերայի շուրջ, չգիտեմ, այդքան խարիզմատիկ լինի։ Ռուսական հաղորդում կա իմպրովիզատորի, գիտենք Շաստուն։ Չէ, Դիմա Պոզով։ Պոզով, ինչ հետաքրքիր։ Ինքը երևի ամենաբան տեսակն է այդ հաղորդման մեջ, որ անդադ ինչ որ բանի sense կպնում է, դուշնիլա է բան եւ այլն, բայց ինքը երբ խոսում է ընտանեկան արժեքներից, իր вообще արժե համակարգը ինձ շատ դուր է գալիս։ Իսկ երրորդը Չգիտեմ։ Խորեն Լևոնյան, Արսեն Լևոնյան, Սուրեն Սուրեն կներես ես քո ազգանուն դժվար կա։ Պավլևանյան։ Խիչ եմ կարում, Պավլևանյան, բայց ես միշտ Պավլև եմ ասել։ Ինչու։ Չգիտեմ, լավ, Պավլևանյան։ Բայց Սուրեն իմ մանկական քրաշն է։ Իմ մանկական քրաշն է, ես ասել եմ հաղորդում էր վարում։ Ինձ թվում է մանկական բոլոր աղջիկների։ Եթե խոսենք մի բանի մասին, որը դες կարող է վանել տղամարդու մեջ, օրինակ հանդիպման ժամանակ, առաջին հանդիպման ժամանակ կամ երրորդ հանդիպման ժամանակ էական չէ, կամ մի բան, որը եթե նա անի, օրինակ նիստուկացի մեջ, խոսքի մեջ, ժեստերի մեջ, ինչն է։ Ինձ համար կարևոր է տեսնել մարդու հետաքրքրվածությունը իմ հանդեպ, ու շատ լինում է, որ տղաները սկսում են ինչ-որ տարօրինակ բաներից խոսալ, ինչ-որ անկապ բաներ պատմել, ինչ-որ աղջիկներից, ինչ-որ աղջիկներից կամ ինչ-որ անցած հարաբերություններից, ինչ-որ օй վայ դավաճանել է, օй չգիտեմ ինչ, ինչ գործ ունեմ գիտեք։ Ակնհայտ red flag-ը, որ հենց այդ դա լինի, կասես չէ, կներեք, ես գնում եմ սիրելիս եւ փակում դուռի իմ հետևից։ Կա, չէ, որ շփվում ես մարդու հետ, դու հասկանում ես, որ այդ մարդը վստահելի է։ Հա, հասկացա ես։ Ինքը շատ տոնկի գրանյա, չգիտեմ, զգում ես։ Ուզում է տղամարդու հետ երբ որ շփվի, հասկանա, որ այդ տղամարդը ինչ որ ուժեղ է, ինչ որ հետաքրքիր է, բան։ Դե այդ արդեն առաջին հանդիպանը ինձ էլ այդ հարցը հետաքրքրում, բայց մենք կիվանանք դա մի քիչ ուշ։ Հիշեցնենք, որ դուք եւս ունեք հնարավորություն դառնալու մասնակիցը մեր նախագծի, թե այն մեկը, որի համար պայքարելու են, եւ թե այն համարձակը, որը պատրաստ է պայքարել եւ գալ այստեղ, որպեսզի մենք ի ցույց դնենք նրա, այսպես ասած, կարմիր դրոշակները Telegram-ով, կարող եք հայտը լրացնել նոր ալիքով եւ դառնալ մասնակից, ինչու ոչ։ Ժամանակն է ծանոթանալ մեր առաջին տեխնացուի հետ, նրան Արցախախտ ենք անելու։ Ձեր անունը ինչպես է։ Աշոտ։ Աշոտին նոր տեսա, ասում ենք ծանոթ ենք, ասեց ոչ, բայց ես կարծում որ մենք ծանոթ ենք, ինքը չի ուզում ինձ ասի որ մենք ծանոթ ենք։ Բայց կարող այնպեսի տեղից եք ծանոթ, որ պետք չի իմանալ։ Չէ, ես դες տեղեր չեմ գնում։ Չեմ կարծում Աշոտն եկել գնա, բայց բարև Աշոտ ջան, ինչքան ես։ Ես խառնվեցի, տես Աշոտ։ Բարև Աշոտ ջան։ Իսկ կարող եմ ծանոթանալ։ Բարև Աշոտ ջան, ես Նինան եմ։ Աշոտ։ Աչ եմ տվել ես ձեզ, ծախվես։ Ոչ իմ, բարև ձեզ Աշոտ։ Նինո, ինչու ես հուզվել։ Չգիտեմ, որտեղ ծանոթ է Աշոտը։ Ինչ էներգետիկա կա։ Ամսով ինչ եք ձուկ։ Ամսով առյուծ։
Տարով ցուլ։ Տարածուն 97 թիվեք, բա Կապիկ։ այդ որտե Մի անգամից երևաց։ 94 2004։ 2004 թիվեք, այսինքն քանի տարեկան 1921 ո՞նց է սարակ հաշվում։ Ինչևէ, բարև ձեզ Աշոտ ջան, դուք 21 տարեկան եք, կրակ Չգիտեմ ինչա կատար։ Աշոտ խնդրեմ գաք։ Խնդրում եմ։ Բայ մի հատ կոպի ես տղուն։ Մի հատ այ մատ եկեք թող կպնի, էլի։ Կարող եմ հանգստանա։ Այդի։ Քիչիկիդեմ խեղարնեցի կրակ։ Ամաչես նույնիսկ չնայեք։ Արունը երացող, ո՞նց եմ ասում որ ինձ ձև։ Արունը եռում է, ուղղակի չգիտեմ։ Տակարունների տասարտը Մենք հասկացանք, որ դուք Նինային արդեն դուր եք գալիս, այսինքն Նինայի կանաչ դրոշակները ըստ երևույթին ամենայն դեպս դեռ ունեք, բայց անցնենք ընդհանուր հարաբերություններին, հետաքրքիր է երբ եք ունեցել վերջին հարաբերությունը, առհասարակ քանի հարաբերություն եք ունեցել։ Վերջին հարաբերությունը ունեցել եմ մի կես տարի առաջ։ իմ հետ։ Իսկ ում հետ եք հարաբերություններ ունեցել։ Ինչ լսա։ Շատ այլ է խանդում, ում հետ եք հարաբերություններ։ Ну, մի հատ աղջիկ կար, այդ հարաբերություններ էինք ունեցել 2 տարի իրար Հարաբերում էինք։ հարաբերում էինք։ Վերջը չստացվեց էլի, իրար չհասկացանք։ Ինչն էր խնդիրը չհասկանալու։ Դե ծանոթության սկզբում, որ ծանոթանում էինք, մենք ոնց որ ուզում էինք փորձենք իրար դուր գալ, ու մեր իրական դեմքը ցույց չէինք տալիս, էլի։ Ինչ հետաքրքիր է։ Ին բրավո։ Բայց շատ հետաքրքիր էր։ Ինչ որ մեկի դիմակն է պատրվել, թե վերջապես հասկացել եք, որ սա Դե չի կարող Մի շարունակվել։ բան են չի։ Դե տարիներն անցան, մենք իրար դառնանք հարազատ ու արդեն չենք կարող իրարից ոչ մի բան թաքցնենք ու մենք պահում ենք մեզ ինչպես որ կանք։ Ինձ հետաքրքիր է օրինակ այդ աղջիկը սկզբից ինչ ոնց էր իրան դիրքավորում, հետո ոնց դիրքավորեց ու դուք ինչպես եք ձեզ դիրքավորում, հետո ոնց փոխվեցիք, որ զուտ հետաքրքիր է, էլի չմտածեք որ Իհարկե։ Այդ աղջիկը իրան դիրքավորում էր նորմալ աղջիկ, ինչպես որ հայկական ավանդական ընտանիքներում են ու միշտ համաձայն էր իմ այդ ինչ միտքեր ունենայի, ինչ նպատակներ ունենայի։ Հիմա ինձ հետաքրքիր է մի հատ հարց, որն է քո պատկերացրած ավանդական այդ աղջկա կերպարը, որ ինչ ասես քո հետ համաձայն լինի, թե ոնց որ քո ասելով, այսինքն այդ աղջիկը սկզբից հենց այտենց էր ձևանում, որ ոնց ասեի, կտենց է ձեր հետ համաձայն էր ու արդեն քո մոտ sense տպավորվել էր ինքը որպես հայկական ավանդական աղջկա կերպար։ Հետո բացահայտվեց, որ չէ, ինքն էլ ունի իր առանձին կարծիքը ու ինչ որտեղ չի կիսում քո կարծիքը։ Ինձ դուր չեկավ նորմալ բառը։ Հա, էլի այդ նորմալ աղջիկ, նորմալ հայկական ավանդական, այդ եմ ուզում հասկանամ, որտեղ միևնույնն է ամեն մարդու կարծիքով Իսկ մենք ուրիշ ձև էր ուզում Լրիվ, դու ուրիշ բաներ չէ ուզում ասեի։ Չէ, հիմա ես թող տղան խոսում։ Լավ, խոսա Աշոտը։ Եկեք իրավիճակը, եկեք ձեզ։ Եղավ։ Նորմալ աղջիկ ասելով նկատի ունեմ նվիրված իր ընտանիքին, իր ընկերոջը, իր ապագա ամուսնուն եւ ոչ թե այն նկատի ունեմ, որ ինչ ասեմ ինքը լսի, չէ, եթե իմ ասացի մեջ ինչ-որ սխալ բան կա, ինքը կարա ինձի բացատրի այն ձևերով, որ հասկանամ էլ ես նորմալ, հա, բայց ոնց որ ասած, ինքը համաձայն էր իմ հետ ամեն ինչի, ու ինչ որ ուզում էի անել, ինչ որ ուզում էի նպատակ, ինչ որ ուզում էի կազմեի, համաձայն էր ու ես սովորել եմ էլի դրան կարելի ասել։ Ինքը սովորեցրել էր ինձ, որ ես ինչ ուզեմ, էդի կանի կամ խոսքի ինչը ճիշտ եմ համարում, էդի իրոքից ճիշտ է։ Բա ինչ է։ Հետո աճեց այդ աղջիկը, հասունացավ եւ հասկացավ, որ սեփական կարծիք ունենալը դա հրաշալի է։ Հակես նեղեց այն փաստը, որ ինքը արդեն քո հետ համաձայն չէր ամեն ինչում։ Արդեն սովորել էի ինձ, ոնց որ ինչ ես կասեմ, էդի է ճիշտ էլի։ Բայց չէի կարող կնես հետ սովորեիք եւ նորովին գալեիք աղջկան, հատկապես եթե 2 տարին քիչ չի հարաբերությունների համար։ Ընդհանրապես առողջ հարաբերություններում պետքա երկուսն էլ ունենան իրենց կարծիքը։ Օրինակ ձեր աղջկա տիպաժը ով է հայտնիներից, հայ հայտնիներից, ասեք, այն կերպարը ում հավանում եք։ Կրիստինա Սին։ Ինչ հետաքրքիր արտաքին է։ Ձերսկի եք սիրում էլի։ Երկրորդը Հայերից։ Տենց վերջ էլի կարելի ասել։ Հայերից
Քրիստինասին հայ է։ Լավ, հայկական շոու բիզնեսից։ Հայկական շոու բիզնեսից։ Ճիշտ ասած, այդքան ծանոթ չեմ։ Մեղա քեզ։ Չեմ կարող։ Տերասպասն չի բրկես։ Դե լավ։ Այս առավելությունները։ Չեք դեմ հայկական շոու բիզնես։ Մեկ նայում եմ։ Դե լավ, գիտեք գոնե, չէ՞, ինչ որ մեկը կա, որ ասում եք, օրինակ, դե գեղեցիկ աղջիկ կա, օրինակ, չեմ ասում պատկերացրեք ձեր կին։ Չեմ ասում պատկերացրեք ձեր կին կամ ընկերուհի, ուղղակի որպես տենց հետաքրքիր է, չէ՞, դե լավ, սիրուն է։ Ու օքեյ, ուղղակի գնահատում եք այդ աղջիկները։ Սա որ անցնի հիմա ստեղ նստած տնենք, այսպես ոստիկ օսուս։ Դե լավ, շուտ չանեք։ Ճիշտ ասած, տենց օրինակ չեմ կարող բերեմ, որովհետև այդքան ծանոթ չեմ էլի հայ։ Լավ, օքեյ, չենք Լավ, խեղդում, արտաքին կոնե հասկանանք արտաքին ինչ նախասիրություններ եւ չափանիշներ, նախասիրություն բառը գեղեցիկ չես կոնտեքստում, ինչ չափանիշներ կան գեղեցկության, որոնք ձեր անձնական չափանիշներն են, հենց այդպիսի աղջիկը ձեզ դուր է գալիս։ Ինձ դուր է գալիս, որ աշկերը շատ մեծ են, մազերը կարճ, կարելի ասել, կառա, սպորտային ֆիգուրայով եւ տենց հարության կարծիքի հետ, կախված չլինի, էլի։ Հա, այդ լավ է։ Եթե օրինակ աղջիկը ամուսնացած բաժանված լինի կամ ինչեւ քեզ ունեցել է երկարատև ու լուրջ հարաբերություններ, արդյոք դուք ընդունես այդ աղջկան։ Այդ թեմայի շուրջ ես ու իմ ընկերը ճիշտ ասած վիճել ենք, զրուցել ենք ու տենց չենք կարող ընդհանուր իտոկի գայինք, սենց ասած, ու գնացինք, որոշեցինք գնանք եկեղեցի, տերտերի մոտ, ընդեղ ինքը որ մեզի բացատրի, ոնց որ ասած, սուրբ կողմից, էլի։ Տերտերը մեզ ասեց, որ մենք չենք կարող ոչ մեկին մեղադրենք ու ասենք, եթե դու կույս չես, ուրեմն դու լավ աղջիկ չես կամ, կոպիտ ասած փչացած ես։ Ես կոպիտ ասած փչացած։ Չէ, հիմա ես հասկացա։ Չէ, ես հասկացա հիմա նայ, դու ինքդ քեզ հակասեցիր, որովհետև դու փնտրում ես աղջիկ, ով ուղակի ուշադրություն չի դարձնի կողքի կարծիքներին։ Okay, դու ընկերդ ուզում եք այս հարցի պատասխանը ստանաք, բայց այդ հարցն է, որ ամեն մարդ ունի իր սեփական կարծիքը այդ հարցի շուրջ։ Կարա քո ընկերը չընդունի։ Բայց տեր հայրը շատ ճիշտ եւ հա, բայց մի րոպե, այդ հարցը չի, որի համար կարելի է գնալ տերևոր կարծիքը ինչքանով ազդեց ձեր աշխարհընկալման վրա այս սիտուացիայում։ Ճիշտ ասած, այդ սիտուացիայում, որ հայտնվեմ, այդ վաղտ արդեն կարամ պատասխանեմ, էլի ես չեմ կարծում, որ հիմա կարամ պատասխանել։ Մենք այս ամեն ինչը շատ բուրան կքննարկենք իստումա եթերից հետո էլ, բայց հիմա արդեն Աշոտին տանենք այն սենյակ, որտեղ ինքը չի իմանալու ինչա կատարվելու եւ մեր հաջորդ հերոսին դիմավորենք։ Շնորհակալություն Աշոտ։ Նա չի վախեցել համարձակ գտնվելուց եւ պայքարելու սիրո համար տեսախցիկի առաջ։ Տեսնենք մեր երկրորդ մասնակիցը ով է։ Խնդրում եմ ասեք ձեր անունը եւ տարիքը իմ համար կարեւոր չէ, բայց մեր մասնակցուհու համար կարեւոր է հենց որ տարիքն է։ Ես Գևորգն եմ, 24 տարեկան։ Ունեցել եք լուրջ հարաբերություններ ձեր կյանքում։ Հա։ Քանի անգամ եք ունեցել ու ինչն է եղել պատճառը բաժանումների կամ բաժանման։ Եղել է մոտավորապես մի տարի առաջ վերջում, օրինակ, երբ որ դու ընտրության առաջ ես առաջինը կամ երկրորդը, ինձ թվում է խելամիտ որոշում ընտրել երկրորդը, քանի որ ուրեմն առաջինը այն արժեքը չի ունեցել, որ երկրորդի կարիքը արդեն կա մտածելու համար։ Իսկ ես մտածում եմ, եթե ընտրություն կա առաջինը թե երկրորդը, պետք է ոչ մեկին չընտրել, որտեվ ընտրությունը եթե լոգիկայով շարունակենք, ինչ ես ընտրում, այդ ձեր կարծիքն է արդեն։ Դե հա, մենք չենք պարտադրում կողմեցին մեր կարծիքը, բայց ինչ եք սովորել նախորդ հարաբերություններից, այսինքն կա ինչ-որ մի բան, որը դուք ինչ-որ բան, որ վերջին հարաբերությունը մենակ կարող ենք դիտարկել, ինչ-որ բան ձեզ տվել է։ Չափազանց շատ ճշմարիտ լինելը։ Որ պետքա չլինեք ավելի ճշմարիտ։ Դու պատկերացնում ես կողակցի ու քո հարաբերությունները շատ կարճ կամ չես պլանավորում իր հետ լուրջ, այդ ժամանակ կարող ես դնել սահմաններ այն մտքով թեկուզ, որ երկար չի տևելու այս ամեն ինչը կամ ես բավարար չեմ սիրում, ինքը ուղակի իմ կողքին է, դա էլ է սխալ, բայց այդ դեպքում կարելի հասկանալ ինչի համար եք դուք ուզում սահմաններ դնել ձեր անկեղծության, բայց եթե դուք շփվում եք այս մարդու հետ, սիրահարված եք իրար ու նույնիսկ մտածում եք ապագայի մասին, կյանք կառուցելու միասին կիսելու մասին, ինչ որ բան, այդ դեպքում սխալ է մտածել, որ շատ անկեղծ պետք չի լինել։ Հենց անկեղծությունն է պահելու հետո ձեր հարաբերությունները։ Շնորհակալ եմ Մագա ջան, իմ
հարցը ավելի ուղղելու համար, ավելացնելով սահմաններ բառը։ Ես մի քիչ սխալ ասացի, ոչ թե չլինել անկեղծ, այլ ունենալ սահմաններ, թե դի կարճ շփման դեպքում, թե մարդու հետ պլանավորելու ամբողջ կյանք։ Եկեք հստակ խոսենք այն մասին, ինչ ասել է շատ անկեղծ։ Ինչ է նշանակում շատ անկեղծ։ Ես օրինակ կամ անկեղծ եմ, կամ անկեղծ չեմ։ Որտեվ այդ բառը իմ համար գերադրական աստիճան չունի։ Տեսեք, ես ձեր ասում եք անկեղծ կամ ոչ անկեղծ, ես կարամ հարաբերականորեն ֆիքսեմ լավ, վատ ու նորմալի հետ։ Կա անկեղծ ու ոչ անկեղծ ու կա իրա միջինը, թեկուզ եւ ինքը բառի տեսքով չի, բայց ինքը գոյություն ունի։ Սներում աղջիկ ասում ես նախորդ հարաբերություններում ունեցել եմ ապրել եմ սեռական կյանքով, ձեզ այդ թեման դուր չի գալիս, դուք ցրում եք այդ թեման։ Ճիշտ հասկացա։ Այսինքն սեռական կյանքով։ Այսինքն աղջիկները եւս ապրում են սեռական կյանքով։ Չէ, իրա դեպքում, ինձ թվում է իրա դեպքում, չէ, հենց այդ ինչ թեման իրան դուր չի գալիս, ինքը skip է անում մոտավորապես, փոխանակ անկեղծ պատասխան, ես տենց հասկացա։ Թեման կապ չունի կրենի սեռական կյանքի հետ կապված, թե ընդհանրապես օրինակ ինչ-որ մասնագիտության հետ կապված։ Ձեզ օքեյ կլինի, եթե այդ աղջիկը չուզենա իր սեռականից խոսա, դուք իրեն հարցեք, դու ունեցել ես սեռական հարաբերություններ, ասի միջև ամուսնանալ չեմ ասում, քանակը գալա, բանա, unboxing։ Կհամարեմ դա սուպեր ֆունկցիա, որ մարդուն չնեղացնելով թեման փոխես։ Ինչ տեք աղջիկը արտաքինի մեջ կարևորում։ Իմ մասնագիտություններից մեկը ֆիթնես մարզիչ, արդեն բարձա կարող եմ չասել, բայց Չէ, ասեք, ինչ բարձր։ ավելի շատ աշխատասեր արտաքինով աղջկա հետ կապված եմ ասում, այսինքն ես աշխատասեր համարում եմ ոչ թե մենակ գործողությունները իր կյանքի մասնագիտական, այլ նաև որ ինքը հետևում է իր մարմնի Հիմա ես աշխատասեր չեմ։ Ես ձեզ կփորձեմ օգնել։ Չէ, ինձ պետք չի, ես օգնության կարեկցություն եմ։ Ես չեմ ուզում օգնություն դիմեմ, ինչ կա օգնելու։ Խնդիր չկա։ Ես առաջարկում եմ։ Ձեր կարծիքով ես աշխատասեր մարդ չէ։ Չէ։ Հիմա ես ճոկռում եմ մի քանի պրոյեկտում ոչ մի օր ազատ չեմ։ Դու աշխատասեր լինելու համար պետքա լինեիր նիհար, դու այդքանը չգիտես։ Տեսեք, ես ձեր աշխատանքին Ինչև է Գևորգին էլ չեմ ուզում լսել։ Ես էլ չեմ ուզում լսել Գևորգի, որտեղ նա red flag է իմ համար։ Չէ, լավ, կատակ ենք անում, ասեք, շարունակեք։ Իհարկե, դի red flag-ը ես հնարավոր է։ Դուք ընդունում եք այդ փաստը։ Իհարկե։ Բայց որ դուք հիմա նստած եք, Գևորգ ջան, դուք հիմա որ նստած եք, դուք էլ ունեք կլորիկ փորիկ եւ ձեզանից դժվար էր ասել, որ դուք ֆիթնես մարզիչ եք ու ինձ համար շատ հետաքրքիր է, երբ որ կանանց աղջիկների համար տղաները ստեղծում են կարծրատիպեր, բայց իրենք այդ կարծրատիպերին անձամբ չեն համապատասխանում։ Բայց ինքը կլորիկ փորիկ չունի։ Ունի կլորիկ փորիկն է։ Այո։ Կլորիկ փորիկ ունի։ Եթե սի համարվում է, ես համարում եմ։ Մենք ոչ ձեզ կոմպլեքսավորում ենք բնականաբար, ոչ ձեզ վիրավորում ենք եւ ոչ էլ ասում ենք, որ դուք աշխատասեր չեք։ Ես կարող եմ ձեզ շեշտել, ես այն ինչը դուք արեցիք։ Ինքնահեգնանքի սիրահար եմ։ Ես հստակ կարծիք ունեմ մեր զրույցի մասին, որովհետեւ սա զրույց էր ըստ էության ոչ մի բանի մասին, որովհետեւ մենք ոչ մի հարցի պատասխան չստացանք եւ շատ պոպուլիստական էր։ Եկեք ֆիքսենք, որ մենք հասկացանք, որ սա ավելի պոպուլիզմ էր, քան բովանդակային, որովհետեւ հստակ ոչ մի հարցի պատասխան մենք չստացանք։ Ես ուզում ասեմ, մենք հիմա եզրափակենք մեր հանդիպումը Գևորգի հետ եւ տեսնենք ժամադրության ժամանակն է ինչ red flag-եր եւ գուցե green flag-եր կունենա։ Իսկ ես գնամ մի քիչ քնեմ, որտեվ ես ծույլ եմ, տեսնենք հաջորդ փուլը։ Ես կգամ կծածկեմ քեզ։ Շարունակեմ, ծուլությունը քնելով չեն հաղթահարում։ Լավ, օքեյ։ Ողը եւ մենք երբեք ավելորդ չենք դեյթերի ժամանակ։ Սպասում ենք դեյթի։ Բարև, անունս Աշոտ է։ Բարև, ես Անուշն եմ։ Ուրախ եմ շատ։ Ինչով ես զբաղվում։ Ընդհանրապես մոդել եմ, բայց շատ լիքը տարբեր բաներով եմ զբաղվել, բայց ավելի շատ ուզում եմ քո մասին իմանալ, որովհետև հետաքրքիր ֆորմա ունես, ինչ որ կապ ունի քո հետ։ Հա, իհարկե, ես մուզիկանտ եմ, ռեփ ժանրի երաժշտությամբ եմ զբաղվում ու այս հագուստը այդ ժանրի մի մասնիկն է, էլի, կարելի ասել, ու ին ոչն է, ամենտեղ ես սենց եմ, էլի։ Այդ քո հիմնական զբաղմունքն է հիմա։
Ոչ, ես QA մենեջեր եմ աշխատում, տեստերովշիկ ռուսերեն ասած։ Դիլչանում։ Դե ծրագրավորողները սայթեր են սարքում եւ մենք ստուգում ենք, տենանք մեջը սխալներ կան, թե չկան։ Իսկ մասնագիտությամբ նկարիչ եմ։ Նկարիչ, ուխ ты, это вообще рэպեր, ծրագրավորող, նկարիչ շատ հետաքրքիր է։ Ես շատ ուժեղ սիրայի ֆլիրտ եմ նկարում։ Ինձ օրինակ հետաքրքիր է, որ դու գիտես ինչով ես զբաղվում, ես մոդել եմ, քեզ համար նորմալ է, որ քո ընկերուհին տարբեր նկարահանումների գնա ու հնարավոր է նույնիսկ չոր բաց նկարահանումներ լինեն։ Իհարկե նորմալ է, բայց հա, եթե իհարկե շատ է սիրում այդ գործը ու իրան պատկերացնում է այդ գործի մեջ, ապագան ուրիշ ոչի բանի հետ չի պատկերացնում էլի, բացի այդ գործը, բայց այդ գործը պետք է չխոչընդոտի իր ընտանիքին, էլի։ Այդ ոնց պետք է չխոչընդոտի։ Օրինակ երեխաների դաստիարակելու հետ կապված ինչ-որ, չգիտեմ, էլի։ Ես հարց ունեմ, օրինակ ինչպես եք պատկերացնում այդ աշխատանքով զբաղվող մարդը, ինչպես կարող է վատ դաստիարակել իր երեխան, այսինքն ինչ պիտի անի, որ երեխաների դաստիարակության վրա ազդի դա։ Օրինակ երեխայի կյանքում կարող լինի շատ լուրջ օր, օրինակ սեպտեմբերի 1, վերցնենք սեպտեմբերի 1 ու այդ օրը դու շատ լուրջ առաջարկ ես տանում, գնում ես նկարահանման ու սա երեխաները իրենց ծնողների հետ գալիս են մայրիկի եւ հայրիկի ու ոնց որ ասած կարող նստվածք ունենա այդ երեխու վրա, խի իր մայրիկը չի եկել էլի կարելի ասել։ Տեսեք, ասում եք չազդի կնոջ մասնագիտությունը, բայց նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ ձեր մասնագիտությունը կարող է ազդի երեխայի դաստիարակության վրա, որովհետև ծնողների հավասար պարտականությունն է երեխայի դաստիարակությունը, հետևաբար ըստ անհրաժեշտության դուք էլ կարող եք, չէ՞, երեխայի հետ նստել, երեխայի խնամքով զբաղվել, մինչև կինը այդ ժամանակ լինի իր գործերով եւ հակառակը։ Բայց ինձ մոտ կարող է հենց այնպես ստացի, որ այդ օրը իրոք նկարահանում լինի ու իրոք ես չկարողանամ գնալ, դու պատրաստ ես նստել երեխաների հետ։ Ճիշտն ասած, երեխաների հարցը մի քիչ իմ համար չէ, ոչ թե շուտ է, ես կարելի ասել child free եմ, ես ոնց որ ասած ապրել քո համար ու քո կողակիցի համար ու երեխաներ չունենաս, բայց կարող է ստացվի ինձ, որ ում որ ես ընտրեմ արդեն ունենա երեխա։ Չեմ հասկանում ես red flag-ը։ Բայց չէ, որ child free-ը դե օքեյ է։ Հա, չէ, նայ, բայց ինքը ասում է, եթե ես չեմ ուզում ունենամ իմ կողակցի հետ երեխա, բայց իմ կողակիցը արդեն կարող է ուրիշից ունի երեխա, ու այդ երեխան, այսինքն յանի, բայց ինքը չի պատասխանում արդեն, այսինքն ու քո երեխան է, ես ոչ եմ նստելու իր հետ։ Հա, եթե տենց չի, բայց child free-ը օքեյ է։ Բայց անուշ ասեց ինքը օքեյ չի։ Լավ, ասենք թե այդպես հարաբերություններ կառուցեցիր, բայց նույնիսկ այդ ընթացքում դու ուզում ես ամուսնանալ կամ չգիտեմ դու պատրաստ ես քո վրա վերցնել պատասխանատվություն աղջկա հետ լինելու կամ իր ծախսերը ամբողջովին հոգալու։ Ամուսնանալ պատրաստում եմ, բայց ոչ ԶԱԳՍ-ով, կարելի ասել։ Ամուսնանանք, իրար հետ ապրենք, գնանք եկեղեցի, այնտեղ Այսինքն չես ուզում քո վրա պատասխանատվություն վերցնես, Չէ, դի պատասխանատվության հետ կապ չունի, կներես։ Լինեք ընկերուհի, բայց միասին ապրեք, կենցաղ կիսեք ու եթե նույնիսկ դա տևի 100 տարի էլ միևնույնն է տենց լինի, հա, ու առանց ԶԱԳՍ, առանց բան։ Եթե աղջիկ օքեյ է, օքեյ, եթե օքեյ չի աղջիկը, red flag։ 90% դեպքերում այդ հարաբերությունները մաքսիմում տևում են 3 տարի, որից հետո բաժանվում են, որից հետո աղջիկը հասկանում է, որ այդ անիմաստ տարիների կորուստ էր։ Հա, բայց ինձ շատ հետաքրքիր է ինչի համար դուք եթե պատկերացնում եք այդ մարդու հետ նույնիսկ նույն տունը միասին կիսեք, նույն կենցաղը։ Ինչ ավելորդ պատասխանատվություն է ձեր կարծիքով ԶԱԳՍ կամ եկեղեցի մտնելը։ Եկեղեցի կարելի է, բայց ոչ ԶԱԳՍ-ով էլի։ Բայց ինչի որ հետո ասեք դու իմ կինը չես, ես ես չպետք է անեմ, ինչ պետք է անեմ։ Չէ, ես կարամ էլ իր այդ կենցաղ կիսեմ, իր այդ ապրեմ, բայց ոնց որ ասած պաշտոնական չլինենք, որովհետև իմ մասնագիտության հետ էլ էդի կախված է կարելի ասել։ Հա դու рэպը, ինքը рэպեր է, ես հասկացա։ Հիմա օրինակ ձեր կարծիքով եթե Միշոն ամուսնացած է եւ շատ բարձրաձայն ճչում, գոռում, բղավում է, որ շատ սիրում է Սոնային, ուրեմն Նինան էլ չի սիրում որպես рэպեր Միշոին։
Դե կարելի ասել սիրում է, ուղղակի իմ համար ռեփ հասկացությունը լրիվ ուրիշ է, էլի։ Ընդհանրապես իմ միտքը այնքանով եմ հասկանում, որ լիքը թեկուս բացի рэպերներից նաև դերասաններ կան, ովքեր շատ երկար իրենց հարաբերությունները թաքուն են պահում, որ այդ աղջիկների ֆանատները չհիասթափեն իրենց կումիրից։ Երկար տարիներ իմ ամուսինը լինելով շոու բիզնեսում հայաստանյան քրաշ, կարող էր հիմա, չնայած եւս ունի ֆան բազա, ովքեր պատկերացնում են իրեն որպես քրաշ, իր ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ ամուսնությունը չի խանգարել նրան եւ նա շատ բացահայտ բոլոր հարաբերությունները ցուցադրել։ Անկեղծ եմ ասում, երբ որ առաջին անգամ Սուրենը ամուսնացա, ես թուլացրեցի իմ զգացմունքները նրա հանդեպ, որովհետև իմացա, որ ինքը անհասանելի է արդեն դառը։ Իմ համար մի քիչ անհասկանալի է ձեր մտածելակերպը։ Գուրամ Ամարյանը, այս վերջերս ամուսնացավ, ես էլ իրան չեմ հետևում, որովհետև ինքը էլի անհասանելի է իմ համար։ Չէ, ես չեմ հասկանում, այսինքն կա ֆան բազա, օրինակ բերենք, եթե քո կողակցի համար, որովհետև մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի իր կողակցի հետաքրքրությունների հետ, եթե քո կողակցի համար կարևոր է ԶԱԳՍ գնալը, կարևոր է հարաբերությունների մասին խոսելը, օրինակ դուք հայտնի եք, գնում եք ինչ-որ միջոցառման, X կայքից գալիս են եւ ասում են ձեզ նկարեք։ Դու պետք է ձեր կնոջը հրեսեն կողմ ասես, չէ, ես չեմ ուզում իր հետ նկարվեմ, որովհետեւ ես նախ ոնց հասկացա, տեղ չի լինելու։ Այդ ավելի վատ, այսինքն ուզում հասկանամ, եթե ձեր կողակիցը, որին սիրում եք, որին պատկերացնում եք որպես կողակից, ինքը ուզի հանրայնացնել իր հարաբերությունը, այդ դեպքում ինչ պետք է անեք։ Բաժանվեք։ Ոչ, ես ոնց որ ասած, այդ կինը, որ ուզում է հանրայնանա, ես ավելի շուտ կմտածեմ, որ ինքը իմ հետ է, ոչ թե իմ ինքնության համար, այլ հայտնիության համար եւ Չէ, բայց рэպը կարող եք ինչ-որ մի փոքրիկ կատարում լսել։ Կարամ փոքր հատված մի հատ։ Սիրո։ Давайте։ Առանց մուզիկա, առանց ոչի բան, ասես վոկալ։ Я тебя поддержу. Welcome to Giants of 1, the 3, don't sleep, you spin the whole bass right your feet. I'm a Glock AG, got a hat on my side. Living this life is no way too high. Hip hop is in my blood, don't shake it out forever, tagging even a took. When I'm rapping my darling, you should not sleep, just listen to my words carefully. New York, Africa, na 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 na. Գիտեմ, որ այդ երկի հետ կապ չունի, բայց ես որոշեցի իրան շարունակել։ Դուք էլի հարցեր ունեք իրար, թե կարող ենք ավարտել ժամադրությունը։ Ես հարցեր չունեմ, դու ունես։ Ճիշտ ասած, ես էլ հարցեր չունեմ։ Հա։ Ամեն ինչ պարզ է։ Այսքանով տեսնենք հաջորդ ժամադրությունը ինչպես է անցնելու։ Այո, գնացինք երկրորդ ժամադրության։ Երբևէ եղել եք այնպիսի ժամադրության, որին հետևել են 3 ավելորդները։ Շարունակվում են մեր ինտրիգային ժամադրությունները եւ հիմա շատ դժվար ժամադրություն է, քանի որ Գևորգը բոլոր հարցերին skip արը, մենք տենց էլ չենք հասկացել Գևորգի տեսակը։ Տենց որ Անուշ ջան, քո գործը դժվարանում է ավելի եւ մի քիչ ձեզ որպեսզի ավելի առույգ լինի, ես կերկեմ, կարող եք տանգոյի, խնդրեմ տանգոյի հրավիրեք միմյանց, ես կերկեմ, գիշերը, Գուցե իր խնդրանքը կատարենք, նոր ծանոթանանք։ Դարկ է ու անսեր, հեռացել ես ինձանից, թողնելով ինձ քեզ ճամփին, մոռացել ես իմ մասին, կուրացել էր քո հոգին, ես չեմ ուզում քեզ մոռանալ։ Հիմա ընտյալից դուր հեռանալ։ Ես շատ կարևոր բան մի գուցե գրկեմ ֆրցնեմ, եթե դեմ չեք։ Այս խաբկանքի Դեմ չեմ։ Աննար է դիմանալ։ Պրիպևը մի հատ էլ։ Կարող քեզ մոռանալ։ Պրիպևը մի հատ էլ պայմանավոր Այս տանջանքին, այս խաբկանքի աննար է դիմանալ։ Ես One more set, please. Green card, ես կիսա green card եմ ասում, green, red flag, green flag։ Դա արդեն հասկացանք։ Շնորհակալ եմ։ Հիմա ծանոթանանք։ Դու էլ շատ ճկուն ես իդեպ։ Մերսի։ Գևորգ։ Շկուն։ Հաճելի է շատ։ Ճկուն։ Կոմպլիմենտը շատ է, դա կրկիր ճկուն կոմպլիմենտ, ապրես։ Պատասխանասում եմ տրիտիլիշներին, ընդհանրապես ես աղջկան գրկելուց արդեն հասկանում եմ ինքը ճկուն է թե չէ։ Ինձ կգրկեք հասկանաք Իհարկե։ ճկուն եմ դնում։ Ինձ կգրկեք որ հասկանաք ճկուն։ Իհարկե։
Այս բանը կդրվում է, չէ՞։ Այս բանը ինձ վատություն է։ Գևորգ ջան, վայ, Կարևորը ցանկությունն էր։ ողջույն շատ ստոկից գրկեցի։ Շատ ուրիշ ձև գրկեց Գևորգ։ Ես սպորտսմեն եմ, էլի, տեխնիկայով եմ գրկում։ Նինա ջան, իմ մոտ կանաչ դրոշ չկա, թե չես կբարձրացնեի ձեր համարձակության համար։ Կա, ես ոքս տեղից գնամ։ Կոմպլիմենտ էլի։ Հիմա կներեք, շարունակենք։ Հասկացել է սխալները տղան։ Սիրում ես ուշադրություն։ Հարցը մի փոքր ավելի ուղիղ էլի։ Սիրում ես ուշադրության կենտրոնում լինել։ Նայ այստեղ։ Ոյ սկսեց էլի փիլիսոփայական պատասխանները։ Կարակ այդ կարմիր ֆլագից տակվի հատ։ Անպայման։ Ես կուզեի պատճառը իմանայի, Ասեմ, նոր ես իմ որովհետև- կողմից ինձ կբարձրացնեի red flag։ Որովհետև ինձ համար կարևոր է, երբ որ ես մարդու հետ շփվեմ, ընկերություն անեմ, հարաբերություն ունենամ, որ մենք իրար հետ բաց լինենք, այսինքն ես չեմ սիրում ինչ-որ խաղեր, ինչ-որ sense, օй, ես չհասկացա, ինչ կատարվեց, օй, տենաս նեղացել, այ չի նեղացել, չեմ սիրում, ես սիրում եմ, որ բաց, բարձ, պրոստո մարդու հետ խոսում են ու հասկանում են։ Ես համաձայն եմ քո հետ, բայց ամեն ինչ իր ժամանակը ունի, Դե իր պարզ է, հիմա չեմ լեվելները ասում, ունեն։ Դե կարելի ասել ես քո հարցին պատասխանեցի քո սրտով։ Ես էլ չեմ հասկանում։ Դու ուղղակի չես սիրում հարցերի պատասխան ես, Գևորգ։ Այո։ Դեժավյու է մոտս։ Why? Ես այս տեսարանը տեսա։ Because ինքը հարցը կոնկրետ հարց է, տալի ասում ես դե նայած ինչ լեվելներով։ Հարցին որ պատասխան, լավ, օքեյ, մի հատ դենց հարց տանք, որ ասի հա կամ չէ։ Չի ասի։ Էս ինչ գույն է։ Եթե նկարվում է, ես ասեմ, ես հատուկ ձեր խացեր կփորձեմ այդպես շվեմ, բայց red flag չեք բարձրացնելու ուրեմն ինձի։ Չէ, դու ուլտիմատումներ։ Այստեղ ամեն մեկս ունենք մեր մարտեսակը, մեր կարծիքը, չէ՞։ Չէ, Մագա ջան։ Ամեն մեկս ունենք մեր մարտեսակն ու կարծիքը։ Այս կանաչ պետք չի։ Չէ, ես մի բան ասեմ, նախ ուլտիմատ Շատ զարմանալի է։ Չէ, ուզում հասկանամ, չէ, ամեն մարդ դու իհարկե ունի իր կարծիքը, մենք էլ հիմա այստեղ ոչ թե բանը ձեր կարծիքն ենք ուզում փոխենք, այլ մեր կարծիքն ենք հայտնում, մեր կարծիքով, որովհետև հիմա այստեղ կարող էր իմ փոխարեն լինել մեկ ուրիշը ու ինչ որ հարցում համաձայն լինել։ Ու ոնց որ մենք ցանկացած հարցում կարանք լինենք համաձայն եւ ոչ, ու ձեր սխալը ամենասկզբից էլ հենց է, որ դուք հարցերին ուղիղ չեք պատասխանում, միշտ sense թեք շեղվում եք, դա կարող է եւ ինքնապաշտպանողական ռեակցիա է, ու ձեր green flag-երը կարող ավելի շատ լիներ այն ժամանակ, երբ որ դուք մենք չեք զգացել red flag-ը կանում այն ժամանակ, երբ որ չենք հասկանում դուք ինչ եք ասում։ Կարամ ես մի հատ զուտ իմ կարծիքը եւ իմ բան ասեմ, իսկ մա արտակնապես Անուշին հետաքրքրել է Գևորգը, որ ինքը պարզ sense արդեն green բան red flag-ով բան ինչ որ էմոցիա Գևորգը իրան տվել է, ու ինքը ուզում է ավելի փորփրի Գևորգի մեջ, եթե մի քիչ դու բաց լինես մի պստիկ, ինձ թվում է ձեր մոտ մի բան կստացվի Անուշ, շարունակի, որտեվ շատ լավ է, որպեսզի դու ուզում ես քո համար հասկանես, ինձ թվում է արտակնապես իրանք մաչ են եղել իրար։ Արտակնապես համաձայն եմ։ Բայց պետք է տեսեք իրար պետք է Գևորգը ընդհանրապես չվախենա խոսելուց։ Okay։ Անուշ չէ։ Հա։ Ինչով ես զբաղվում այս պահին։ Մոդել եմ, նաև երգում եմ։ Дай 5։ Դու էլ ես Ես էլ եմ երգում, երգում։ ինչ ժանրի մեջ։ Ես երգում եմ էստրադա, ինչու՞ չէ նաև ռաբիզ, Կերգի։ դոլար հայրի։ Հիմա եթե ամեն ինչ լավ ստացվի, հնարավոր է։ Ինչից է կախված, որ ամեն ինչ լավ ստացվի։ Շփվելուց հետի արդեն զգացվելու։ Okay, ո՞նց ես հասկանալու, որ լավ է ստացվում։ Այս պահին չեմ կարող ասեմ, քանի որ ապագա չեմ Այս կարող պահին լավ չի գուշակել։ ստացվում։ Չէ, այս պահին ընթացքի մեջ է։ Okay։ Ինչ հարց օրինակ քեզ հետաքրքրում է մեջ։ Օրինակ ես քեզ մի հատ կարամ բան առաջարկեմ։ Դավայ։ Չգիտեմ, տենց խաղ օֆիցիալ գոյություն ունի թե չէ, բայց այսպես մի հատ բան կա։ Կոչվում է 10-ից 10։ Այսինքն օրինակ Հասկացա, կարոջ շարունակես։ շատ լավ, ավելի լավ։ 10-ից 10, բայց չափազանց խռացնում է։ 9-ից 10 ու կտանենք բուժելու, խռոցը անելու։ Ասում եմ քեզ։ Ինչ, ես պետք է իմ ասեմ։ Իհարկե։ Ռուսկե գալիս է, Այս խաղը ինձ էլ դուր եկավ։ Հա, Համ խաղը դուր եկավ, համ իրա մենք ինչքան դուր ենք, այնքան իրանք մոռանում են մեր մասին, ու այդ կարևոր է։ Գիտեք ինչը, որ ինքը ինիցիատիվան վերցեց շատ իրա ձեռապրես, շարունակեք, լավ, մեզ մի նկատեք։ Ինքը 10-ից 10 է, բայց չի կարում հաց սարքի։
նույն քոձև կարամ պատասխանեմ, սովորացնեմ։ Իշտանել ես կուրսերի։ Ես չէ, քանի որ չգիտեմ, կոպիտ կնչի, ես շատ եմ սիրում ուտել տարբեր տեսակի ուտելիքներ։ Ես սնունդի հետ շատ մեծ սեր ունեմ։ Ինչ ես սիրում։ Միս։ Հա։ Ես եմ։ Լավ այ փորձենք այսպես։ Հնարավոր է ստեղից հետո, եթե դու դեմ չես, գնանք իրար հետ քո ասած միսը վայելենք։ Երեխեք շատ լավ եք։ Գևորգ դու քեզ բացահայտեցիր։ Գևորգ ջան, առաջի օրը րոպեին առաջի հանդիպանը խիթեց վատ եղավ սաղի։ Մեր հետ։ Ես մեր դուրս Вот это поворот, да։ Այ, գիտեք ինչից է, որովհետև դուք բաց թողեցիք ձեր կոմպլեքսները, ձեր ինքնապաշտպանողական բոլոր ռեակցիաները։ Դուք մինչ դա միայն ինքնապաշտպանողական sense դիրքում եք ռեակցիայով, իսկ հիմա ավելի անկեղծ եք, ավելի ազնիվ, ավելի бац։ Էս էլ արդեն։ Так держать։ Բայց մեր խորհուրդը, Գևորգ ջան, մեր խորհուրդը շատ օգնեց, որովհետև Դու պետք է դուք լինես relax անկեղծ եղաք։ բաց, քեզ հենց այդպես է պետք հավանել։ Իրականում Գևորգը հաճելի զարմացրեց հաղորդման երկրորդ հատվածում, ինձ թվում է դա հենց այդ բացվելուց էր։ Ինչ կարծիք եք։ Ես լրիվ համաձայն եմ։ Ուրեմն Գևորգին այդ սկզբից էր պետք Հա, ինձ պետք է ռելաքս լիներ, բայց ամեն դեպքում կարևորը համ այն կողմը ճանաչեցինք, համ այս լավ կողմը ճանաչեցինք։ Իսկ մենք հիմա կճանապարհենք Գևորգին, որպեսզի Անուշի հետ ունենանք աղջկական բամբասանքներ։ Դե պատմի Անուշ ջան, ով էր քո սրտով։ Դե առաջին տղան Աշոտը ընդհանրապես կտրեք իհարկե, բայց ոչ։ Երկրորդ պարագայում բնականաբար Գևորգի։ Դա, այդ գրկել, շատ ուժեղ էր ինձ այդ դուր եկավ, այդ արդեն այդ պաշտպանության այդ զգացումը, այդ ապահովության զգացումը արդեն կա։ Բնականաբար չեմ կարող ասեմ, որ պրям sense full green flag, բայց ավելի հաճելի էր, ավելի հուսադրող ասեմ այդ բառը չգիտեմ, բայց ավելի հաճելի էր բնականաբար, որ այդ մարդու հետ կարաս պրոստը փորձես շարունակես շփվել ու ճանաչես, ոտ։ Այսինքն Գևորգին Ընտրում եք Գևորգին։ Գևորգին, բայց բան, ավելի լավ ճանաչելով էլի, որտեղ ես սիրում եմ գործողություններ։ մեր այսօրվա թողարկումը թերևս 3 ավելորդներ այսքան է։ Մնացեք սիրահարված, մինչ նոր սիրավեպեր։ Միգուցե ես փորձել եմ մավիկուրացնել, բայց իմ մոտ որոշակու ստացվել է։ Ինչը վերաբերում է այս Անուշին, իմ կարծիքով կստացվի ինու նրա մոտ, քանի որ ես նկատեցի էլի իր ժպիտը, իր աչքերը շատ անկեղծ է։ Շատ ուրախ եմ, որ ծանոթացա Անուշի հետ, ճիշտ է մեր մոտ չի ստացվի հարաբերություններ եւ ավելին, բայց մենք կմնանք լավ ընկերներ եւ միգուցե իրար հետ երկրներ կվանենք, որովհետև իմ դուրը շատ եկավ, իր չծեք։